Մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Դավիթ Սահակյանցը։ Բարև ձեզ, Դավիթ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես քարոզարշավը արդեն մտել է հունի մեջ, մոտավորապես 1 շաբաթ է, բավականին հետաքրքիր քարոզարշավ է գնում։ Ազգագործան խելապակասը իրեն զգում է կամ իրեն դրել է ընդդիմադիր գործչի տեղ, մարդ, որ 8 տարի արդեն իշխանության նստած է եւ ամեն ինչի պատասխանատուն է, պատասխանատվություն դիկրի Արցախի կործանման, ցեղասպանության, 120,000 հայերի արտագաղթի, երկրի կորստի, էլ չեմ ասում, որ բացարձակ պատասխան չկա այս կողմից այն 300,000 ադրբեջանցիներ, որ պատրաստվում են բերել եւ այն 1 միլիոն հայության մասին, որ թողել են իրենց բնորանները Բաքվից կլինի, Կիրովաբադից, Սումգայիթից, փոխհատուցման մասին ոչ մի խոսք չկա, Արցախայության վերադարձի մասին ոչ մի խոսք չկա, սահմանագծման մասին ոչ մի խոսք չկա եւ Հայաստանի Հանրապետությունից իրենք Հայաստանի Հանրապետությունից օկուպացրել են 240 կիլոմետրի մասին է խոսքը, բայց ըստ պարոն Բագրատյանի դրա 3-4 չափ, Երևանի 3 չափ տարածք են օկուպացրել, դրա մասին բացարձակ խոսք չկա եւ շարունակում է պատերազմի հրեշը, քարագլուխ պատերազմ ԿՊ-ն, քարագլուխ պատերազմ Նիկոլը, որ 4 պատերազմ է բերել, շարունակում է մոլորեցնել մեր հանրությանը։ Հիմա էլ քիչ առաջ հենց նոր ուղարկեցին, ինչ որ բարձրացել է մեքենայի վրա, բղավում է, այնտեղից բան է անում, ինչ որ Սամվել Կարապետյանի վրա է հարձակվում, կալուգացի կարծես թե ինչ որ միտեղ մարդը, որ գործունեություն է ծավալել եւ այդպիսի հաջողություններ է արձանագրել եւ իր ունեցած գումարների մեծ մասը բերել է բարարարություն արել իր հայրենիքում եւ հայրենիքում ոչ մի բան չի շահել, բան իր արևին թիրախարում է եւ ինչ որ պիտակ ատալի կալուգայից է, չգիտեմ ինչ է, Գագիկ Ծառուկյանին ինչ որ բաներ է ասում, որ չգիտեմ ворթիդ էստեղ է կամ եթե Լուկաշենկոին է պաշտպանում, ինքը եթե Իրան եք ձայն տալի Լուկաշենկոյի շատ լավ պատասխան տվեց, դե դու էլ ուրեմն ով քեզ է ձայն տալի, ուրեմն Ալիևին ու Էրդողանին է ձայն տալիս, այդ չեմ ասում, որ լավ ապտակ սատկացրեց Ծառուկյան Իրան, բանով ասած, որ ասում է գնալ եմ ворթուդ չգիտեմ ինչից բռնած sense բերել, ճիշտ ասում, ասա դետես բերող տղա ես, վերընկած ես այնտեղ սրիկայաբար խափել ես, ասել ես, որ 2 ամիս թող դիմանան գերիների կբերեմ, ավելին այդ գերիների թիվը ավելի մեծացրել ես եւ բացարձակ մատդ մատին չես խփում, ես որ Բաքվի բանտում շարունակում են խոշտանգվել ռազմաքաղաքական էլիտան հայ ժողովրդի, պետք չի ասել Արցախի հայ ժողովրդի, մեր երկրի ռազմաքաղաքական էլիտան շարունակում է խոշտանգվել եւ հիմա նորից հարձակվել է Ռոբերտ Քոչարյանի վրա ասելով, որ պետք է նստի, այսինքն այս մարդը իրեն իր փիարշիկները, տերերը, թուրքերը ամենայն հավանականությամբ, որովհետև գիտեք, որ Սորոսը հիմնականում գլոբալիստները ինչպես են աշխատում, իրենք ամբողջ մեխանիզմը մշակում են եւ վաճառում են շահառուների վրա, իսկ մենք տեսանք այս 8 տարիները ցույց տվեցին, որ ամենաշահառուն, դա մազնպես խելքել պետք չէ, այս տարածաշրջանի հետ կապված Թուրքիան է եւ Ադրբեջանն է եւ գնել են եւ հիմա իրենք շատ լավ այդ PR-ը աշխատեցնում են Նիկոլի համար, բայց այս ամեն ինչի պատասխանը հիմա ես հերթով ասեցի, որ դուք գաք ես նրա խոսույթին եւ արձագանքների, բայց այս ամեն ինչի պատասխանը երեք շատ հանգիստ, ինչ ճիշտ ասած շատ դուր է գալիս այն ոճը, որը որ աշխատում է եւ շփվում է հանրության հետ, իհարկե սրիկան թույլ չի տալիս, որովհետեւ եթե դու արդար ընտրությունների մասին ես խոսում, դե հավասար պայմաններ ստեղծի։ Դե օրինակ Մասիսի քաղաքապետին չի ազատության մեջ չի։ Ես այդ քաղաքից եմ եւ ասեմ, որ մեծ հեղինակություն ունի, ինչ ես փակի տակ պահել, ինչի թույլ չես տալիս, որ այդ մարդը աշխատի։ Մեծ հեղինակություն է վարկանիշ ունի Դավիթը, ել չեմ ասում Գյումրու քաղաքապետի մասին, ամենաբարձր վարկանիշը ունի եւ ասեմ, որ եթե հռետորաբանության բանավեճի մասին խոսեն, այս բառից բուն իմաստով կնվաստացնի Նիկոլին, եթե այդպիսի բանավեճի մեջ մտնի Վարդան Ղուկասյանը, մոռացել եմ Վարդան Ղուկասյանի մասին խոսք չկա, չէ՞ ասես հավասար բան, ինչ հավասար պայմանների մասին է խոսքը։ Նույնը վերաբերում է իհարկե, նույնը վերաբերում է Սամվել Կարապետյան։ Դե թույլ տուր թե մարդկանց մեջ դուրս գա, բայց այդ ամենով հանդերձ շատ ճիշտ է պահում եւ երեք էլ այս PR տեսանկյունից շատ ճիշտ են աշխատում, որտեղ իմ տպավորությամբ, որ Սամվել Կարապետյանը հնարավորինս արդեն իր Մարիամ, հնարավորինս արդեն իր բնական վիճակին է ինքը գալիս, այսինքն երևում է եւ խոսույթը եւ կեցված կերպը, այո, մեկ բառով ասած, այդպես եւ երեք ես եթե այսպես ամբողջացնենք, մի բան ասես, դե հերիքու բոլ եղավ, ասում է էս ռադդ ներողություն եմ խնդրում, բայց ինչի ներողություն։ Հիմա եթե ինքը իրանքը շունշան գալ, չգիտեմ կալուգայի ինչ, օլիգարխին տարել է նստածել է իր գլխին, բացառիկ արտոնություններ ա տվել թիվ 1 օլիգարխին, էմիս օլիգարխն էլ իր
չգիտեմ թմրա եսի ինչերով է զբաղված, ինչ բան մախինացիաներով ինչերով են զբաղված, իրանց խաղաղատաներով, իրանց բանկային էս այլանդակություններ են։ Մի քանի օլիգարխ դրել են, մեկն էլ sense քնչականից քնիչ էր, մի հատ հիմա եկել է սուպեր սրտի օլիգարխա դարձել ինչ որ Նարեկ, այն Վիվարոյի Վիգեն էլ տեղա դարձել, մշտական սրտի օլիգարխ Ալեքսանյանն էլ վզինա դրել, գլխինա դրել, թե ինքն նստել Լևիկ Սամվելն ասում, Սամվել Ալեքսանյանն ասում, նրա գլխին ասում, օլիգարխի դեմ, չգիտեմ ինչի դեմ։ Դրա պատասխանը լավ տվեց, ռադդ քաշելու ես, ռադես լինելու գնալ։ Խնդրեմ, ես կուզենայի ամենին անել,